Ռոստոմ Մադաթյան կամ Վալերիան Մադաթով, հայ ժողովրդի մեծ զավակ, ում փառքը թնդաց ռուսական ողջ կայսրությունով։ Աշխարհք տակ ու վեր կլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին եւ մեր աշխարհքումը։ Գրել է նրա մասին Խաչատուր Աբովյանը Վերք Հայաստանի վեպում։ Մեծ զորավարի աճյունը հանգչում է Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Նևսկում Այրավանքի նեկրոպոլիսում։ Պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով եւ նախաձեռնությամբ վերականգնվել է գեներալի տապանակարը, որը ժամանակի ընթացքում ամբողջովին գետնի տակ էր անցել։ Գեներալ Մադաթովի շիրմաքարի վերականգնումը ինձ համար հանդիսացավ մեծ պատվի գործ։ Քանզի Մադաթովը հանդիսանում էր իր ժամանակվա հերոսը, ես վստահ եմ, որ ինքը ապրել մեր ժամանակաշրջաններում նույնպես կհերոսանար, նույնպես իր մեծ ներդրումը կունենար հայրենիքի զարգացման եւ պաշտպանության մեջ։ Ռազմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Տեր-Գաբրիելյանցի համոզմամբ նման մարդկանց հայերը չպետք է մոռանան։ В Российской империи в тот период было всего 19 высших орденов, которыми награждались великие полководцы, государственные деятели. И единственный в истории России человек, который был удостоен 17 высших орденов, включая орден Андрея Первозванного. Это был Ростом Григорьевич Мадатян. Մադաթովի 230-ամյակին նվիրված միջոցառմանը ներկային Սանկտ Պետերբուրգում գտնվող Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Սանկտ Պետերբուրգի հայկական մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։ Հոգեհանգստի պաշտոն կատարեց Վսևոլոդսկ քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու վանահայր Տեր Արշակ Քահանա Նազարյանը։ Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին տասնյակ մեծ ճակատամարտերում հաղթանակած հերոսի գերեզմանին։ Հնչած ելույթներում ընդգծվեց Մադաթովի անձի մեծ դերը հայ եւ ռուս ժողովուրդների պատմության մեջ։ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց բարերար Հրաչյա Պողոսյանին կատարած աշխատանքի համար։ Ներկաները ծաղիկներ դրեցին նաեւ հայկական արմատներ ունեցող մեկ այլ զորավարի Ալեքսանդր Սուվորովի գերեզմանին եւ Լազարյանների հուշաքարին։ Գոհար Մարտիրոսյան, Առաջին լրատվական, Սանկտ Պետերբուրգ։